2 տարի է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը համավարակի դեմ է պայքարում։ Բազմապրոֆիլ հիվանդանոցը 2020 թվականի ապրիլից վերապրոֆիլավորվեց ու ստանձնեց COVID-ով պացիենտների կյանքի փրկության առաքելությունը։ Հիմնական թիրախը կայանում էր նրանում, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում բուժում էին ծայրեղ ծանր հիվանդները, բազմաթիվ ուղեկցող հիվանդություններով հիվանդները, բարդություններով հիվանդները եւ իհարկե տարբեր բնույթի միջամտությունների կարիք ունեցող հիվանդները։ 2 տարում 32,000 COVID ախտահարված պացիենտ է ընդունել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը։ Բազմաթիվ միջամտություններ են արվել վարակագիրների առողջությունը վերականգնելու համար։ Վիրահատական միջամտությունների թիվն անցել է 500-ը։ 2 տարի առողջապահական համակարգի կողմից մեր վերադրված խնդիրը բժշկական կենտրոնը կատարեց պատվով, ախտահարեց անախտահարելին։ Քովիդյան էջը Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում հիմա արդեն անցյալ են համարում։ Թագավարակակիր վերջին մի քանի պացիենտին շուտով դուրս կգրեն ու պատրաստ են վերադառնալ նախկին բնականոն աշխատանքին։ Մայիսի 16-ից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը նորից կբացի դռները պացիենտների առաջ որպես բազմապրոֆիլ բժշկական կենտրոն։ Դուք գիտեք, որ այս բժշկական կենտրոնն իր կարողունակությամբ համարվում է պետական ամենախոշոր բազմապրոֆիլ բժշկական հաստատությունը, ուստի այստեղ բոլոր ուղղությունների ծառայությունները մատուցվելու են եւ վիրաբուժական եւ թերապևտիկ։ Համավարակի դեմ պայքարի ժամանակահատվածը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում ռացիոնալ են օգտագործել։ Այս ընթացքում բժշկական կենտրոնը վերակահավորվել, վերազինվել ու արդիականացվել է։ Վերջին սերնդի դիագնոստիկ եւ բուժական նոր սարքավորումներ հագեցած տեխնոլոգիական լուծումներով։ Հիմնական առանցքային փոփոխությունները, որոնք մենք նախատեսում ենք, պահպանելով մեր ավանդույթները, կառուցել նոր ժամանակակից նորարարական լուծումներով հագեցված մի բժշկական կենտրոն, փոխել թիմի հոգեբանությունը, որը այս 2 տարիների ընթացքում շատ ավելի միասնական է դարձել, մտածելակերպը, ստանդարտ գործունեությունը մեզ շատ ավելի ուժեղացրել են։ Այսօր մենք կարողացանք ամբողջովին վերանորոգել, վերազինել մեր հեմոդիալիզի բաժանմունքը նորագույն ժամանակակից սարքավորումներով, որը կարելի ասել հանրապետությունում առաջիններից մեկն է։ Կառուցեցինք նոր վերակենդանացման բաժանմունք 37 մահճակալ տարողությամբ, նույնպես կահավորված, համալրված ժամանակակից ամենաբարձրորակ սարքավորումներով եւ հնարավորություններով։ Հեմոդիալիզի բաժանմունքի գերժամանակակից թվայնացված սարքավորումները բուժաշխատողի աշխատանքային սխալի հավանականությունը նվազագույնի են հասցնում։ Լաբորատոր ախտորոշիչ հնարավորություններն են նաև բազմապատկվել։ Բժշկական կենտրոնում հիմա գործելու են այնպիսի ծառայություններ, որոնք նախկինում չեն եղել։ Վիրաբուժության մեջ լուրջ հայտ ենք ներկայացնելու բոլոր ուղղություններով։ Մասնավորապես ստեղծելու ենք այնպիսի անոթային վիրաբուժության ծառայություն, արդեն մեկնարկել ենք, որը որ համապարփակ եւ բավականին բարձր նշաձող է սահմանելու ծառայությունների եւ պատկերացումները դասական հայկական այսպես անոթային վիրաբուժության ծառայության մասին փոխելու ենք։ Կուզեի առանձնացնել որպես պրակտիկ օրինակ մեր վիրահատարանները, որոնք որ որոշ դեպքերում ստեղծված են նեղ մասնագիտական ուղղությունների համար, օրինակ նեյրովիրաբուժական այնպիսի էնդոսկոպ ունենք, որ եզակի է Հայաստանում։ Պետության աջակցության միջոցների հաշվին մենք կարողացանք ձեռք բերել նորագույն ԿՏ MRT սարքավորումներ, նոր ախտորոշիչ բազմաթիվ գործիքներ եւ սարքավորումներ, որոնք վաղը մեր աշխատանքի համար կրկին անգամ շեշտեմ, մեզ բազմաթիվ առավելություններ են տալիս եւ մենք կարող ենք ավելի լիարժեք, ավելի կատարյալ, ավելի որակով սպասարկել մեզ դիմող հիվանդներին։ Բժշկական կենտրոնը ոչ միայն սարքավորումներով ու ծառայություններով է հագեցել, այլ նաև համալրվել ու շարունակում է համալրվել նոր կադրերով։ Այստեղ ճիշտ սերնդափոխության կազմակերպման գործընթացն են կարևորում ու բնականաբար գիտելիքը։ Եվ ցույց տվեք ինձ մի բժշկական կենտրոն, որտեղ գլխավոր բուժքույրը անգլերենից թարգմանված կամ անգլերենով լուրջ գիտական հոդված է ներկայացնում մնացած անձնակազմին եւ երբեմն բանավիճում նեղ մասնագետների հետ։ Երբ խոսում ենք արժեքներից, նաեւ նկատի ունենք այսպիսի նոր արժեքների ստեղծումը։ Գիտությունը կարևորել, կրթությունը կարևորել եւ երիտասարդներին թույլ տալ, որ նրանք իրենց ռեալիզացնեն։ Այնպես որ հին ու նոր մասնագետներով, միասնական մտածելակերպով, գերհագեցած սարքավորումներով բժշկական կենտրոնն իր առջև նոր, բարձր նշաձող է դրել։ Պացիենտներին միայն որակյալ բժշկական ծառայություն է մատուցվելու։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը իր բազմապրոֆիլ գործունեությամբ պացիենտներին կսկսի ընդունել մայիսի 16-ից։